Մի պահ պատկերացրեք, դեռահասների ամենօրյա զբաղմունքներից մեկը կարող է պարզապես անհասանելի դառնալ։ Այն հարթակները, որոնց միջոցով նրանք շփվում են, տեղեկատվություն ստանում, կարող են մի օր արգելափակվել նրանց համար, ոչ թե տեխնիկական, այլ օրենսդրական որոշմամբ։ Այժմ այս ամենը հնչում է անհավանական, սակայն Հայաստանում այն քննարկվող իրականություն է։ Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի խոսքով այս ոլորտում կան խնդիրներ և հարցերը կարգավորելու անհրաժեշտություն։ Մեր այն հարցին, ինչ փուլում է այժմ գտնվում այս քննարկումը, հանրության վարչության պետը մանրամասնեց։ Այս պահին իրականացվում է հետազոտություն որոշակի, որպեսզի դուրս բերվեն այն հիմնական և մոտեցումները, և ռիսկերը, և հնարավորությունները, որ մեր երկրում կան և հնարավորություն են տալու այս կարգավորումը առավելագույնս ճշգրիտ և թիրախային և ընդունել և կիրառել։ Այդ հետազոտությունների ավարտից, հետազոտության արդյունքները ունենալուց հետո կարծում եմ նոր հնարավորություն կլինի շատ ավելի կոնկրետ խոսել, երբ ում համար որ կայքերն են սահմանափակվում։ Սարգսյանի տեղեկացմամբ ուսումնասիրությունն իրականացվում է մի քանի գերատեսչությունների՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներգրավմամբ։ Թե ինչ խնդիրներ կարող են լուծվել այս կարգավորմամբ, Սարգսյանը պարզաբանեց։ Առաջին խնդիրը, որոնք այս կարգավորումները պիտի լուծեն, այն է, որ պետությունը վստահ լինի, որ թվային միջավայրում երեխաների պաշտպանության համար բավարար գործիքներ ու մեխանիզմներ է ստեղծել, որովհետև հիմա մենք ունենք իրավիճակ, որ երեխաները և զոհ են դառնում թվային դաշտում տարբեր հանցագործությունների կամ ազդեցությունների և կան նաև դեպքեր, որ իրենք այդ հարթակները օգտագործում են ոչ, այսպես ասենք, այնքան ճիշտ եղանակով։ Թեմայի շուրջ զրուցել ենք նաև մանկավարժ Արա Աթայանի հետ։ Վերջինս շեշտեց, թե ինչպես են ազդում սոցցանցերը դեռահասների վրա։ Առավոտյան պառկում են սեղանին և կիսաքնած են անցկացնում դասի սկիզբը, ու դու դրանից արդեն կարող ես տեսնել, որ մինչև ուշ երեկո գտնվել են սոցիալական ցանցերում, դա ընդհանուր հոգնածությունն է, կենտրոնացման նվազումը և նույնիսկ ֆիզիկապես, գիտեք, կարելի է տեսնել, որ այդ երեխաները շատ ավելի գունատ են։ Ընդհանրապես փորձառու մանկավարժը դեմքի գույնից և հայացքից, չկենտրոնացող հայացքից կարող է արդեն հասկանալ, որ երեխայի համար սոցիալական ցանցերը ընդհուպ մինչև YouTube-ը, TikTok-ը և այլն այդ ամեն ինչը շատ մեծ դեր ունեն և անառողջ դեր և անառողջ ազդեցություն։ Ուսուցիչը նաև ընդգծեց, երեխաների վարքագիծը մեծապես ձևավորվում է ծնողների և ուսուցիչների օրինակով։ Նրա խոսքով, եթե մեծահասակներն իրենք են չափից շատ ժամանակ անցկացնում սոցիալական ցանցերում, դժվար է ակնկալել, որ երեխաները կսահմանափակեն դրանց օգտագործումը։ Հետևաբար, խնդրի լուծումը պետք է սկսել հենց մեծահասակների վարքագծից։ Մինչ Հայաստանը քննարկումների փուլում է, մի շարք երկրներ արդեն անցել են գործնական քայլերի։ Օրինակ, Ավստրալիան դարձել է առաջին երկիրը, որը նման սահմանափակում է կիրառել, պահանջելով հարթակներից վերահսկել օգտատերերի տարիքային համապատասխանությունը և անհրաժեշտության դեպքում ապա ակտիվացնել կամ ջնջել հաշիվները։ Իսկ Իսպանիայում, Ֆրանսիայում, Սլովենիայում և Գերմանիայում արդեն իսկ քննարկվում են անչափահասների համար սոցիալական ցանցերի օգտագործումը սահմանափակելու տարբեր մեխանիզմներ, նպատակ ունենալով բարձրացնել երեխաների օնլայն անվտանգությունը և նվազեցնել հնարավոր ռիսկերը։ Էլեն Խուդյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։